Սա արդեն ոչ թե քաղաքական գուշակություն է, այլ քաղաքական փորձառություն։ Իրանք են ասում լեգիտիմ չի խորհրդարանը։ 2026-ի պարտությունը գրվել է 2021-ին։ Գողը գողից գողացավ, ՍԴ նայեց, զարմացավ։ Դու ինչ ընտրություն թղթով կբաշխվեն մանդատներ։ Ձեզ առաջարկում էին որևէ կուսակցության կազմում այս ընտրություններին մասնակցել։ Սա այդ լավ է նիկոլականները ինչ են ասում։ Մանդատ չվերցնել է դի նիկոլական նարատիվը։ Աստված տա սխալվեմ։ Բարև ձեզ, երկար երկու շաբաթանոց ընդմիջումից հետո լուրջ կաստը կրկին վերադառնում է, այսօր զրուցելու ենք Արդարադատության նախկին նախարար եւ ԵՊՀ իրավաբանության դասախոս Արփին Ավանցյանի հետ, բարև ձեզ, լիքը բան է հավաքվել, Լավ։ եղան ընտրություններ, լիքը հարցեր կան, որ բոլորը շատ վստահ ինչ-որ կարծիքներ են ասում, դրա համար մենք շատ համեստ ենք եւ իրավաբան չենք ու կուզենանք ինչ-որ լույս սփռել որոշ հարցերի շուրջ։ Ամենակարևորը ինձ թվում է սկսենք մանդատները վերցնել, չվերցնելուց։ Լավ։ Մի կողմից ասում են, դե եթե չվերցնենք, ավտոմատ օրենքի ուժով Արամ Սարգսյանն է, չգիտես խի գալիս մտնում ազգային ժողով, մյուս կողմը ասում է, դե եթե Նիկոլ չի ուզում մենք վերցնենք, ուրեմն մենք ինադու նրան պետքա վերցնենք։ Մի խոսքով sense խառնաշփոթ եւ նույն իշխանությունը շատ իրարամերժ բաներ ասում, կարան վերցնեն մանդատները, չեն կարա չվերցնեն, ինչ կլինի եւ ի վերջո, այս մեր սաղ շիլաշփոթը ոնց է մեկնաբանվում։ Լավ, փորձեմ լույս սփռել եւ հնդածս անդրադառնալ այդ փաստարկներին։ Նայեք, շատ կարևոր մի բան կա։ Հայաստանի Հանրապետությունում խառնաշփոթի բոլոր ելևէջները սկսում են այն ժամանակ, երբ որ փորձում ես քաղաքական խոսույթը կամ քաղաքական տրամաբանությունը ջարդել ապաքաղաքական տրամաբանությամբ։ Երբ որ քաղաքական փաստարկին, ապա քաղաքական փաստարկ ես ներկայացնում։ Հիմա եթե կգա Արամ Սարգսյանը, այ Նիկոլը չի ուզում, որ մենք մանդատները վերցնենք, այ դրա համար իրայնադում ենք կգնանք կվերցնենք, սրանք ապա քաղաքական փաստարկներ են։ Եկեք ես ձեզ ասեմ օրենքը եւ հնարավոր մեկնաբանությունները։ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը չի նախատեսում հնարավորություն, որ եթե մի հրաշքով անդիմադիր բոլոր ուժերի, ցուցակների բոլոր падգամավորության տեխնացուները ներկայացնեն ինքնաբացարկ, հա, բոլորը ասեն, չէ, մենք չենք ուզում մանդատ վերցնենք, մի հրաշք տեղի ունենա, ապա դա կանցնի ուրիշների։ Այնինչ ասում են, դա մեկնաբանություն է, ելնելով հետևյալ տրամաբանության վրա, որ Նիկոլ Փաշինյանը կամ կգնա սահմանադրական դատարան եւ այդպիսով կվիճարկի, որ տենց նորմ չկա ու կբերի մի հատ ինչ-որ կարգավորում ՍԴ-ով, կամ կընդունի օրենք ու կասի դե որ դուք չեք վերցնում, ձեր փոխարեն բերում եմ հաջորդ երկուսին։ Դա տեխնիկապես հնարավոր է, որովհետև տեխնիկապես ես անձամբ դա ունեմ ես իմ տեսակետը իրավաբանական ու քաղաքական տրամաբանության վրա հիմնված։ Ես չեմ համարում, որ դա հնարավոր է։ Ասեմ ինչու։ Որտեվ ես գրել եմ իմիջիալը շատ մարդիկ տարբեր կերպ էին հասկացել, ես ասել էի Փաշինյանն ինքն իր նկատմամբ կարմիր գիծ չի խախտի, մարդիկ ոնց չի խախտի կարմիր գծեր խախտել է, ես դա չէի ասում։ Ես ասում եի ինքը իր ասել էի ոդքին, բայց նույնիսկ ոդքին էլ չի։ Ինքն իր լեգիտիմության վրա, ինքն իր ստեղծած լեգիտիմ այդ պատկերի վրա, որն այնքան փայփայում է, ինքը չի կրակի։ Ինչի, որովհետև տեխնիկապես անգամ շատ լավ հարց տվեցիք Նարեկ։ Տեխնիկապես անգամ հարց տամ, էլի։ Եթե այդ 340,000 ձայն հավաքած ուժը հանգարց իր ցուցակը չի անցնում, որ ինչ-որ մեկին տան, քանի մանդատ են տալու։ Ոնց եք պատկերացնում 33,000 ձայն հավաքած ուժ, այդ մանդատը վերջ է, թիվը իրանց ձայների բաշխվածության արդյունքում է։ Այսինքն նույնիսկ տեխնիկապես դժվար է պատկերացնել ում քանի մանդատ տան։ Դա այն աստիճան տիեզերական մասշտաբի խայտարակություն եւ տիեզերական մասշտաբի ապա լեգիտիմ գործողություն կլինի, որ ես ասում եմ ուրիշ բան, Նիկոլ Փաշինյանը կարիք չունի դրան գնալու։ Մի կերպ կներեք, յոլա կգնա այդ պարլամենտում, հետո կգնա արտահերտ ընտրությունների։ Սա ավելի հավանական սցենար է, քան օրենք ընդունի գնա ՍԴ-ին ասի մի հատ այնտեղ բերեք, չգիտեմ, ասենք Արամ Սարգսյանին չի բերի, որտեղ ինքը մեկա դրա մեջ շատ խնդալու, որտեղ ինքը ոչ ընդդիմադիր եւ ոչ ԿՊ ուժերից նենց չէ, էլի առաջինն է կամ երկրորդն է կամ երրորդն է։ Հաջորդ հենց այդ կբերի ինչ որ հաջորդին չի անի տենց բան, որտեղ դա եւ
իրավական տեսանկյունից այնպես չի որ ես ասում եմ Փաշինյանը կարմիր գծեր իրավաբանության մեջ ունի ու սա կամ նա չի խախտի ես ասում եմ ինքն իր լեգիտիմ խորհրդարանի վրա որ այդքան ասում է լեգիտիմա հա ինքը դրա վրա ուղղակի այդպիսի ստվեր չի նետի չի անի դա ես դրան չեմ հավատում իսկ արտահերթը մի տարի հետո կարա լինի թե ավելի շուտ նույնիսկ ավելի շուտ էլ կարող է լինել հա վերջ օրենք կընդունի ավելի շուտ էլ կան ինչ խնդիր այ դա լեգիտիմության հետ խնդիր չունի եթե դե խնդիր տենց դիտարկենք ես դրա համար եմ ասում հիմա այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել էլի մանդատները եթե չեն վերցնում ոչ մեկ չի վերցնում հա 412 հոգի պետք է բացարկի դիմում դա մի հատ ֆիքսենք էլի ես տեխնիկապես դրան չեմ հավատում բայց եթե մի հրաշքով է 412-ը դե դա կասկածելի է դրա համար հակվածությունն ավելի շատ վերցնելուն է ուղված դա շատ տրամաբանական հասկանում եք 412 հոգի թեև ես հասկանում եմ բայց ես չեմ ընդունում որ հազարավոր 100 հազարավոր ձայներ ստացած ուժը կարող է կասկած ունենալ որ այն 200 ընտրյալները որոնք հայտնվել են այդ ցուցակում հանկարծ կարող է երկրորդային մտքեր ունենան բայց նախորդ խորհրդարանի պրակտիկան դա ցույց է տալիս այսինքն սա արդեն ոչ թե քաղաքական գուշակություն է այլ քաղաքական փորձառություն եւ հավանականություն Okay, փորձեմ մի փոքր վիճել այդ լեգիտիմության հետ կապված, որ չի ուզենա ստվերի իր լեգիտիմության հետ պատկերը որ ստեղծել է, լեգիտիմությունը գալիս է ժողովրդից, ու ինձ թվում է ժողովուրդը դեմ չի լինի, եթե ինքը որոշի, դե Արամ Սարգսյանը թող գա, իրանք չեն գալիս, թող մյուսը գա, ինքը լեգիտիմաբար այդ տրամաբանության մեջ ինձ թվում առանձնապես չի նեղվի, որտեղ ժողովուրդը կասի շատ լավ է, չուզեցին, տեղն է, թող այս մյուսներին բերի, այսինքն մյուս ավելի վերին ատյան կա, որը պետք է ասեր տենց չէր կարելի Էլի ոնց որ թե տենց զսպող ատյան չեմ տեսնում, որ կարող է ասել, չէ, այս այդքան լեգիտիմ չի Եվրոպա, աշխարհ, Ամերիկա էլի դժվար թե ինչ-որ բան ասեն։ Այսինքն զուտ մեր ամբողջ հույսը նրա վրա է, որ ինքը կկաշկանդվի, որ դա ստվեր ակցում իր լեգիտիմության պատկերի վրա։ Նայեք, հույսի հարց չի, նայեք Սերգեյ։ Շատ ճիշտ եք ասում, չէ՞, ժողովուրդը, եթե ինքը համապատասխան սոուսով դա ներկայացնի, գուցե անգամ ծափարի, ասի այ շատ լավ արեցիր, այդ ուժերին դրանց պետք չէր խորհրդարան թողել։ Միանշանակ անգամ կասկած չկա։ Խնդիրն այլ արդյունության մեջ է։ Ի վերջո, ինքը բոլոր տեղերում այն աջակցությունը, որը այսօր վայելում է նաև անթակույց աջակցությունը արևմտյան տարբեր եւ կառույցների եւ ի վերջո գնահատականները, որոնք տրվել են խորհրդարանական ընտրության օրվան վերաբերող հատվածին եւ արդյունքների մասին, դա ձեռք է բերել այդ ժողովրդի քվեն ստանալու եւ խորհրդարանական իր պատկերացրած այդպես ընտրությունները կազմակերպելու, որտեղ օբյեկտիվորեն ինքն ասում է ոչ մի պատկեր, նայեք ինչ է ինքը միշտ ասում, ես ընտրողի կամք ու պատկեր երբեք չեմ խեղաթյուրել։ Դե ինքը շատ բան է ասել, որոնք ի վերջո փոխվել են։ Բայց կան, նայեք, կան, որ ասում են կասրփազան կովը, հա, եւ կան մնացյալը։ Բայց ԿՀ-ի որոշումը հենց ընտրողի կամքը չի խեղաթյուրում։ Այո։ Որովհետև 3 տեղամասի ինչ որ մի 3000 չի, 4000 ընտրող։ Բայց ինքն ասում է շատ փոքր տոկոս ընտրողները չեն կարող ավելի առավելություն ունենալ ավելի մեծ տոկոս ընտրողների նկատմամբ, այդպես են մեկնաբանել։ Այդ առանձին պատմություն է, դա շատ սխալ մեկնաբանություն է։ Ես հիմա մտովի հետ եմ գնում տարիներ առաջ, երբ որ Վենետիկի հանձնաժողովի հետ էինք նաև ինչ որ ծրագրեր իրականացնում։ Պատկերացնում եմ, ինչքան իրանց անթույլատրելի կլներ, եթե այն ժամանակվա ԿՀ-ն, Ազարյանի, չգիտեմ, Մուկուչյանի, տենց ինչ որ բանաներ, ու հիմա ասես ոչ մի բան չեմ լսում այդ թեմայով։ Շատ ճիշտ եք, ոչ մի բան չեք լսում, բայց ես այդ մասով, որովհետև իրենց նկատմամբ կա աջակցություն շատ մեծ։ Եվ որտեղ փոքր խախտում է համեմատության մեջ այն մասշտաբայնության, որ ես ասում եմ, որ ինքը հիմնարար բանի խախտումն է։ Ինքը կարող է փոքր է, բայց ի վերջո մարդը գնացեք ընդհանուր մեկին ընտրել է։ Այ ջան, սխալ չհասկացվենք։ Փոքր նրա համեմատությամբ ինչի հետ մենք համեմատում էինք Սերգեյի հետ խոսակցության տիրույթում։ Ես ասում եմ, երբ որ դու ընտրողի կամքը ամբողջությամբ, այսինքն խեղաթյուրում ես, կես միլիոն մարդու ձայն, ասում ես դու չես ստանում մանդատ, չկա տենց բան, այս ընտրությունը հələ մի րոպե թղթով գրում ջնջում ենք։ Այդ դեպքում, եթե գնում ենք դրան, այդ դեպքում խնդիր չկա, այդ դեպքում ընտրությունը ինչի ենք անցկացնում, առհասարակ։ Էլ ինքը ոնց է ասում, ընտրված վարչապետ եզրը անգամ չի օգտագործվի, էլ ինչ ընտրություն թղթով
թղթով կբաշխվեն մանդատներ։ Եթե տենց օրենքով կարելի է բաշխել, այս ամբողջ գեղատեսիլ իրականությունը ընտրությունների հետ կապված ինչու է կազմակերպվում։ Այսինքն եթե գնանք այդ ծայրահեղացման կանխավարկածով, որ ինչ խնդիր կա կանի։ Հա, կանի, բայց դրանից հետո մենք այսուհետ նաև կարձանագրենք բոլորը, իմիջիայլոց այդտեղ արդեն եվրոպացիները չեն պաշտպանի, որ ընտրությունը թղթի վրա է գրվել։ Դրա համար եմ ասում, այս մի բանին իմ կարծիքն է, կարող է ես սխալվում եմ, բայց հավանական չեմ համարում, որ ինքը կգնա դրան։ Իսկ այ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այս պուճուր ճակերտներում փոքր բառը, հա, նրա համեմատ ավելի փոքր, ասում է, դե գիտեք ինչ կա, այնտեղ տակտիկական քվեարկության հարց կա։ Այն մի ընտրողները չգիտեին ում են ընտրում, այս մի ընտրողները գիտեն ում են ընտրում։ Իմանայք, հա, կա Վենետիկի հանձնաժողովում, իրենք հղում են արել Վենետիկի հանձնաժողովի տարբեր ռեկոմենդացիաների, կա տենց բան, նույնիսկ չի որ սխալ են գրել։ Բայց խնդիրը այն է, որ իրանք կռիվ են տալի մի բանի հետ, որը օրենսգրքում գրված է։ Այսինքն, եթե դու դրա հետ համաձայն ես, նախ 2021 թվականին 1500 հատ փոփոխություն են արել օրենսգրքում ընտրական, փոխեիք, 1։ Երկրորդ, ընտրական օրենսգրքում ոչ մի բան գրված չի, գիտեք, տակտիկական քվեարկություն պայմաններում եկեք վերաքվեարկություն չդնենք, եկեք անվավեր չճանաչենք, տենց վերապահումներ չկա, այնտեղ միանշանակ ասում է այսպիսի բան։ Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը համարում է, որ կան խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա, ուրեմն ինքը պետք է նշանակի այդ վերաքվեարկությունը առանձին տեղամասերում։ Ուստեղ մի հատ էլ թակարդ կա, որ իրանք ընկել են ու չեն ուզում ընդունեն։ Ով է այդ տեղամասերի արդյունքները ճանաչել անվավեր։ ԿՀ-ն չի ճանաչել։ Ընտրատարածքայինն է ճանաչել։ Իսկ ընտրատարածքայինը գիտեք ոնց է ճանաչում անվավեր։ Ասում է, հա, այստեղ խախտում կար, դա կարող էր ազդել ընտրությունների քվեարկության արդյունքների վրա, ասենց հստակ ֆիքսեն, հա, դրա համար եկեք այս անվավեր անենք։ Մա այդ բողոքարկում են ընդդիմադիրները։ ԿՀ-ն ասում է, չէ, ճիշտ է ասե կենտրոնական ընտրատարածքայինը։ Բա եղբայր, որ ճիշտ է ասե, նշանակում է դու ընդունեցիր, որ այդտեղ ընտրության արդյունքի վրա կա ազդեցություն։ Բա եթե ընդունեցիր, օրենսգիրքը մի տարբերակ ասում, դիր վերաքվեարկություն։ Հիմա դու ինձ պատմում ես, թե ինչ է ասել Վենետիկի հանձնաժողովը, հրաշալի, Վենետիկի հանձնաժողովը դա ասել է, բայց վերաքվեարկությունը նշանակում է բոլոր դեպքերում տակտիկական քվեարկությունը։ Եթե նշանակում ես վերաքվեարկություն, չկա դեպք, որ դա Դες գնալու մի շաբաթ հետ մարդկանց հիշողությունը ջնջես, հենց այդ եմ ասում, եթե օրենսգիրքդ նախատեսում է վերաքվեարկություն, ապա միշտ կա տակտիկական քվեարկության վտանգ։ Չի կարա։ Հա, այդ է ուզում ասել, ուրեմն միշտ պետք է դա կիրառել։ Սերգեյ ջան, գնացեք կամ պետք է օրենք փոխես, կամ մի տարբերակ կա այդ հաղթահարելու այդ տակտիկական քվեարկությունը։ Ամբողջ ընտրության արդյունքները ճանաչի անվավեր ու դիր վերաքվեարկություն։ Ու մեկը այդ էլ է տակտիկական լինելու։ Հիմա որ բոլորս գիտենք։ Չէ, բայց մեկը բոլորը մասնակցելու են, այլ հարց, որ այնտեղ վեր կանա ինչ որ մեկը կոչանի ինձ ձայն չտակ գնացեք ես իմ ձայն տվեք եւ այլն, բայց վերաքվեարկությունը նույն կազմով է լինելու։ Այսինքն ոնց եղել է, տենց լինելու է։ Այսինքն այդ ուժերն էլ ոչ մեկ չի հրաժարվելու ինչ որ մեկին օգտին։ Ահա, հրաժարվող լինեին, դրանից առաջ կհրաժարվեին։ Հետևաբար միակ տարբերակը ըստ էության հաղթահարելու այսպես կոչված այդ ֆանտաստիկ տակտիկական քվեարկությունը դա A օրենք փոխելն է, որ եթե համաձայն չես, եւ B ամբողջ երկրով մեկ վերաքվեարկություն դնելն է։ Ուրիշ տարբերակ այս պահին մեր օրենսգիրքը չունի, մնացածը մեկնաբանության ժանրից է։ Ես չգիտեմ իրենք ինչ են մեկնաբանում, անկեղծ չգիտեմ ինչ են մեկնաբանում, որտեվ այո, ես ընդունում եմ իրենց ասած փաստարկը, չեմ ասում սխալ բան է ասել։ Ես ասում եմ այդ ճիշտ բանը, որ ասել ես, օրենսգրքում այտենց վերապահում չկա։ Քեզ էլ վերապահված լիազորություն չկա։ Եթե A, ապա B։ Սա է տրամաբանությունը, սա է հուշում։ Ես երկու թեման, որ քննարկեցինք, փորձեմ հակադրել իրար։ Ուրեմն Այս երկրորդ кейսը արդյոք ցույց չի տալիս, որ կարելի է նայել օրենքին, տնալ, օրենքը ասում է սենց, բայց գիտեք ինչ, մենք ամեն դեպքում նենց կանենք։ Եվ այդ ամեն ինչը փաթեթավորել մի հանճարեղ փորձագետ կա, լսած չեք լինի, Դանիել Յովանեսյան, որը շատ ժողովրդի ծոցական բացատրություն տվեց, ասեց Գողը գողից գողացավ, ՍԴՆ-ից զարմացավ, այսինքն նրանք գողացել էին ընտրակաշարքով, ես էլ ընտրակաշարքով գողացածներից գողացան, ու տենց ամեն ինչ ընկավ իր տեղը։ Այսինքն ու արդյունքում ոչ մի բան չկա, հետևանք չկա, վсё, անցավ գնաց։
նույնը կարարելներ մանդատ վերցնելու, չվերցնելու ու դրա փոխարեն ուրիշ կուսակցություն բերելու մեջ։ Էլի կարող ենք ճղվել ասել, ախր օրենք հա ասում է, որ չեք կարա ուրիշ կուսակցություն բերեք բան, բայց իրանք ոնց որ փորձը ցույց տալի օրենքով չեն մեկնաբանելու, Սերգեյ ջան, դրա համար իրենք կամ առանձին օրենք են ընդունելու, կամ ՍԴ-ին ասելու են քո որոշման գրի։ Տեխնիկական հարց է։ Ամեն ինչ էլ հնարավոր է։ Չստացվեց, որ ես միշտ որ ամեն ինչ էլ հնարավոր է։ Ընդհանուր առմամբ ամեն ինչ էլ հնարավոր է։ Thank you։ Եթե դա եք բայց դա նորմալ է, որ մենք բոլորս էլ ինձ թվում է տեսնում ենք, որ պրինցիպի թեորիապես ՍԴ-ն կարա ասի ԿՀ-ն լրիվ սխալ էր եւ ու կարա ասի ԿՀ-ն լրիվ ճիշտ է։ Բայց ինձ թվում է երկրում որտեղ կան օրենքներ, տենց չպետք է լինի։ Նայեք, իրավունքում կա միշտ այսպես կոչված այդ margin of appreciation-ը, որը շատ օգտագործվում է։ Margin չի sense։ Չէ, հայցողության, benefit of the doubt մենք ասի Մարսել։ Չէ, ես մի շերվից եմ գալիս։ Սպասեք։ Կա հայցողության շրջանակ, որտեղ դու պետական իրավասու մարմնին, տվյալ դեպքում սահմանադրական դատարանին կամ, չգիտեմ, էլի ինչ որ դեպքերում կենտրոնական ընտրական հանձնաժողովին տալիս ես գնահատման հայցողություն։ Բայց այն ինչի մասին մենք խոսում ենք, դա գնահատման հայեցողություն չի։ Դա օրենքի կամայական, հայեցողական, ուլտրա հայեցողական մեկնաբանություն է, որտեղ արդեն հայեցողությունը դառնում է շատ տենց մի տեսակ անհասկանալի բան, բայց միևնույն է, այս ամբողջի հաշվառմամբ հանդերձ ես շարունակում եմ պնդել, որ Նիկոլ Փաշինյանին ավելի ձեռնտու կլինի, ես հավաստիացնում եմ ձեզ մանավանդ հաշվի առնելով իր քարոզչության ժամանակ հնչած եւ հետ ընտրական ժամանակահատվածում հնչած ուրեմն ընդդիմության առաջնորդների եւ ընդդիմության նկատմամբ ունեցած այդ բառամթերքը, ինչպիսի գործողություններ ինքը պատրաստվում անել, այսինքն այդ ամբողջը հաշվի առնելով, եթե ինձ հարցնում եք, ես շարունակում եմ պնդել, ինքը չի գնա փոքրերին խորհրդարան բերելու ճանապարհով, այլ եթե մի հրաշքով այդ 412-ը ինքնաբացարկ հայտնեին, նրանց հետ կգոյատևեր մի քանի ամիս ու կգնար արտահերթի։ Եվ այդ ժամանակ կունենար շատ ավելի գուցե այլ ուրեմն քեսը ավելի հիմնավոր է, հա։ Եվ այսպես YouTube-ի մոնետիզացիան գալիս է Հայաստան ու եթե դու մտածում էիր, որ ճիշտ կլինի ինչ-որ հաղորդում, ոդկաստ սկսեմ YouTube-ում, այդ մոմենտն է։ Բանն այն է, որ մեր Spin IDS Agency-ն զբաղվում է YouTube-ի հետ կապված բոլոր հարցերով, այնպես որ զարգացնել, շատացնել, մոնետիզացնել, սկսել հաղորդում, փոխել հաղորդում, ավելի լավը դարձնել հաղորդումը, համեցեք Spin IDS։ Ցանկացած ոճի, ճաշակի, տաղավար, փոքր, մեծ, շատ մեծ, լսարանով, առանց լսարանի, մի խոսքով ամեն ինչ տեղ ունենք, ինչպես եւ մարքեթինգային ծառայությունների ողջ ցիկլը։ Ձեր ոդկասթի ստուդիան կարող է ունենալ այս տեսքը կամ այս։ Հիմա պատկերացրեք, որ մենք ունենք 9 այսպիսի ստուդիա, այսինքն 36 տարբեր դիզայն ըստ ձեր ճաշակի։ Ու սրանք դեռ փոքրերն են, ունենք նաև մեծ ստուդիաներ ավելի մեծ նախագծերի համար։ Բարև ձեզ, սիրելի YouTube-ա։ Հոп, այս տաղավարը արդեն վերցրած է։ 21-րդ դարում քոնթենթը արքա է, որ ոլորտից էլ լինեք։ Ֆինանսներ, իրավաբանություն, քաղաքականություն, արվեստ կամ ուրոլոգիա։ Հոպ, ուրոլոգիան արդեն զբաղված է։ Դուք ունեք արժեքավոր ասելիք։ YouTube պրոդյուսերները հատուկ ձեզ համար կանցկացնեն հետազոտություն եւ կգտնեն լավագույն ֆորմատը։ Մեր ամենազբաղված հաճախորդները կարող են գալ ամիսը 1-2 անգամ կամ նկարահանվել live ֆորմատով։ Կներեք, այնուհետ Spin-ի post-production թիմը կմոնտաժի ձեր հաղորդումը, դիզայն թիմը այն կփաթեթավորի, մարքեթինգային թիմը կզբաղվի առաջխաղացմամբ սոցհարթակներում, իսկ մասնագիտացված YouTube թիմը, որից երկրում այլևս չկա, իր ձեռքը կվերցնի ձեր ալիքի կայացումը։ Spin IDS Agency-ում մենք հաշվի ենք առել ամեն մանրուք ձեր ժամանակը խնայելու եւ արդյունավետությունը բարձրացնելու համար։ Անցնենք հաջորդ թեմայի, որովհետև կարծես թե ամեն դեպքում սա հիպոթետիկ է, կարծես ամեն դեպքում մանդատները վերցնելու են, հենց որ ելնենք դրանից այս պահին։ Ինչ հնարավորություններ ունի այս պահի դրության մեծամասնությունը, այսքան մեծամասնությամբ ու հիմնականում սահմանադրության հետ կապված հետաքրքիր է, որովհետև երեք Նարեկ Կարապետյանը ասաց, որ մեծամասնությունը չի երիքում սահմանադրություն փոխելու համար։ Հիմա սահմանադրությունը ենթադրում եմ երկու ձև կա փոխելու, մեկ ազգային ժողով եթե ունես շատ մեծ տոկոս, որը երևի չկա, ու ուղղակի դնես հանրակրվե, այսինքն հանրակրվեն ամեն դեպքում միշտ էլ կարելի է դնել անկախ քանակից, չէ։ Չէ։
եկեք այս մասը հստակեցնեմ, հետո բացատրեմ մանդատ վերցնել չվերցնելու քաղաքական հետևանքները եւ հասկանանք, թե մենք որ ճանապարհով ենք առաջ գնում ու որ ճանապարհը իր, այսպես ասած, ինչպիսի սեզամներ է բացվում, այսպես ասած, հա։ Նայեք, Սահմանադրության 202-րդ հոդվածը, որը վերաբերում է Սահմանադրության նոր նախագծին կամ հոդվածներում փոփոխություններին, հստակ տրամաբանություն ունի, եթե խոսքը վերաբերում է նոր նախագծին, իսկ գործող իշխանությունը կարծես թե հայտարարել է նոր Սահմանադրության մասին, որտեղից պետք է դուրս բերվեն համապատասխան կետեր, այնտեղ կատարվեն փոփոխություններ, այսինքն այնպիսի հոդվածներ են, որոնք գնալու են հանրաքվեի։ Ազգային ժողովով այդ նախագիծը կամ այդ հոդվածները չեն քվեարկվելու, գնալու են հանրաքվեի։ Ոնց են գնում հանրաքվեի։ Նախաձեռնող սուբյեկտ, նայեք, կարող է լինել 3, այսպես ասած, միավոր. A. Ազգային ժողով, X ձևերով, կառավարություն եւ քաղաքացիների 200,000 նախաձեռնողները։ Երբ որ նախաձեռնեն վերջացնեն, այդ նախագիծը գալիս է խորհրդարան։ Միշտ գալիս է խորհրդարան։ Միշտ Սահմանադրությամբ գալիս է խորհրդարան։ Քվեարկվում 2/3-ով։ Որը կա հիմա։ Որը այսպիսի ռասկլադով, ինչպես ասում են, կներեք, չկա։ 6 ձայն պակասում է։ Հիմա անդրադառնանք։ Այս մասին հիմա կասեմ։ Պետք է ստանան այդ ձայները եւ գնան հանրաքվեի։ Հիմա ընդդիմությունը ասում է, թմկահարում է եւ մանդատները վերցնելու որպես հիմնավորում, ասում է, որ այս շատ կարեւոր բան է տեղի ունեցել։ Նիկոլ Փաշինյանը չունի այդ 6 ձայն։ Հիմա տեսեք, ես 2021 թվականին եկեք մի քիչ հեռվից գամ ու հիմնավորեմ դիրքորոշումս ու բացատրեմ ինչի եմ սենց ասում։ Հետո թող ինձ դուք հակադրվեք կամ իրենք։ Ես 2021 թվականին, երբ խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան, մի քանի տասնյակ մարդկային մի փակ խմբում էլի տեսակետ արտահայտեցի, որ կարծում եմ մանդատները պետք չէ վերցնել, այսինքն ընդդիմությանը քննադատաբար այսպես մոտեցա, այդ թվում նաև պաշտոնները պետք չի վերցնել։ Այսպես ասենք, իմ տեսակետը ամենապոպուլյարը չէր, ասենք այդպես, այդ 5-յակի մեջ չէր մտնում ամենապոպուլյարը։ Այո, ամենապոպուլյարը նույնիսկ 10-յակի մեջ չէր մտնում, այսպես ասենք, բայց ես հասկացա, որ ես դրել էի դրա տակ քաղաքական տրամաբանություն, անկախ նրանից, թե ով ինչպիսի մոտիվացիա էր դրա տակ տեսնում։ Կար քաղաքական տրամաբանություն, բայց ինձ դեռևս հուշում էր միայն իմ տրամաբանությունը, դրա համար պոպուլյար չէր առհասարակ։ Եվ ես պահպանեցի քաղաքական զսպվածություն, լռություն, անգամ այն բանից հետո, երբ 5 տարի եւ բայց մինչ այդ էլ, երբ որ ընդդիմությունը պատմում էր, որ այն ժամանակ, գիտեք ինչ կարևոր բան ա տեղի ունեցել։ Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ էլ մի ձայն չուներ սահմանադրական մեծամասնության համար 21-ին չի ունեցել սահմանադրական մեծամասնություն, մի ձայն չուներ։ Հետո հիշում ենք բոլորս ինչպես համալրվեցին այդ ձայները ընդդիմադիրների շարքերից, ոմանք անկախացան, շատ անկախացան, ավելի անկախելը չէր եղել եւ սկսեցին քվեարկել այնպես, ինչպես անհրաժեշտ է ԿՊ-ին։ Հիմա Երբ որ ես նույն փաստարկը, հիմա ես իմ քաղաքական տրամաբանությանը, երբ պնդում եմ հրապարակային տիրույթում, որ մանդատներ վերցնել պետք չի, գումարում եմ քաղաքական փորձառություն եւ ասում, որ այդ պակասող ձայները, երբ գա այդ պատմական պահը, կարևոր պահը, դրանք լրացվելու են, քաղաքացիական պայմանագիրը դրանք լրացնելու է մեծ հավանականությամբ ընդդիմության հաշվին։ Եկեք չգուշակենք ում կոնկրետ, ինչպես կոնկրետ, ինչ մեթոդներով, բացարձակ էական չի, որովհետև մենք տեսնում ենք ինչպես նախընտրական շրջանում հռետորաբանությունը, ճշմարտ եւ վախի մթնոլորտը, այդ բազմազան գաղտնալսումները, տարբեր քրեական գործերը եւ այլն իրենք ստեղծեցին համապատասխան միջավայր։ Ինչպիսի միջավայր կլինի post factum, առանձնապես գուշակ Կասանդրա պետք չի լինել տեսնելու համար, հա։ Ես տենց ասում եմ շատ իմ սիրած այն ժամանակ իլիական ու ոդիսական շատ եմ սիրել Հոմերոսի։ Կասանդրան իմ սիրած առանձնապես կերպարը չի եղել, բայց տենց ես Կասանդրա չեմ։ Եվ դրան պետք էլ չի լինել, որպեսզի հասկանաս ինչա կատարվում։ Եվ ինչա լինելու։ Աստված տա, որպեսզի չստացվի էլի, որ ես ինչ որ քաղաքական չարագույժ ինչ որ բաներ եմ ասում։ Աստված տա սխալվեմ։ Ես ամենաուրախը կլինեմ, որ սխալվեմ, բայց մանդատները վերցնելը ունի այս վտանգներից մեկը։ Բացի դա,
Այսօր նկատեցի Սամվել Կարապետյանը ասել էր, որ կա լեգիտիմության խնդիր։ Եկեք այդ հարցն էլի քննարկենք, հա, որ մանդատ վերցնել չվերցնելու հարցը։ Երկուսն էլ քաղաքական տրամաբանության պետք է ենթարկվեն։ Այստեղ շատ կարևոր մի բան կա։ Մանդատ վերցնելը դա խոստովանություն է, որ դու գնում ես խորհրդարանը լեգիտիմացնելու։ Որտեվ իշխանությանը անհրաժեշտ է, որ այդ խորհրդարանը բազմակարծություն, այնտեղ իրար հայհոյեն, վատ բաներ ասեն, նույնիսկ անգամ հասնի ձեռնամարտի, ինչպես բազմազան ժողովրդավար երկրների խորհրդարաններում ենք տեսնել։ Բայց դա է ժողովրդավարության եւ խորհրդարանական պատկերի իրական, այսպես ասենք, տեսլականը կամ տեսքը իշխանության համար։ Իրենք ուզում են այդ տեսքը։ Որը եղավ, երբ որ ելք դաշինքը մտավ, ասեց դե հա, այտենց ամենալավ ձևով չի անցել, այտենց խախտում էր, բայց մտնում ենք, որ նայեք, դա հենց դրա մասին է խոսքը, որովհետև ոնց որ երբ որ դու չես ճանաչում մի բան, դու չես կարող գնալ խորհրդարանը, եթե ընդդիմությունը վիճարկում է ընտրությունների օրինականությունը, չէ՞, իրենք արդյունքները վիճարկում են, ասում են գնում ենք ՍԴ, այսինքն համաձայն չեն, հրաշալի։ Այդ խորհրդարանը, որտեղ իրենք պատրաստվում են մանդատ վերցնել, այդ ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարան է։ Իրենց մանդատը, իրենց կողմից կեղծ հռչակված ընտրության հետևանք է։ Դու գնում ես այնտեղ, որը դու ի սկզբանե ասել ես, որ նորմալ չի ձևավորվում։ Այդ փաստարկը էլ չի ազդում։ Եթե 21-ին չազդեց, հիմա Չէ, նայեք, հրաշալի է, բայց ես ինչի համար եմ խոսում, որովհետև մի դեպքում դու պահում ես զսպվածություն, երկրորդ դեպքում դու չես կարող չբարձրաձայնել, որովհետև ես ավելի ուրիշ հետևանքներ եմ տեսնում։ Նայեք, ես դեմ եմ նրան, որ ընտրողի վրա որևէ ձևով իդեպ շատ բնորոշ է, լավ է ընդդիմությունը հիմա դա չի անում, հիմա իշխանությունն է արդեն ընտրակաշառակեր, չգիտեմ ինչ ասես բոլորին։ Իրանք են ասում լեգիտիմ չի խորհրդարանը, որտեղ Այ, շնորհակալություն Նարեկ ջան, եկանք հասանք այնտեղ, որտեղ ասեց Նարեկը։ շատ կարևոր իշխանությունը ասում է, եթե այս սաղ ձները ընտրակաշառքի բան են, էլի Հա, էլի պարադոքս է, ճիշտ է։ Բայց հա, հիմա ոչ ոք համաձայն չի, որ լեգիտիմ է, էլի։ Շատ հրաշալի է, տեսեք, առաջին անգամ համընկնող հրաշալի խոսույթներ ունենք ընդդիմության եւ իշխանության։ Այ հիմա սրան անդրադառնամ, բայց մինչ այդ, եթե թույլ տաք ավարտեմ, ուղղակի ասեմ, որտեվ ես ցանկություն չունեմ, որպեսզի խորհրդարանը շեղվի իր հիմնական նպատակից։ Այսինքն, եթե դու նպատակ ես հռչակում Արմկոմեդիին նյութ մատակարելուց։ Նաեւ, եթե դա է։ Բայց լսենք, տեսակ։ Երբ որ դու հռչակում ես կամ խաղադրույքը ապոկալիպտիկ կանխատեսումներ են, քո արձագանքը միջոցը պետք է լինի այդ ապոկալիպտիկ խաղադրույքին, ստավկային, նշաձողին քո սահմանած համահունչ։ Հավատացած եղեք էլի, երկրի կործանում եւ մանդատ վերցնել չվերցնել մի տեսակ իրար հետ ոչ մի ձև չեն խոսում։ 1, երկրորդ։ Պայքարի էությունը, այդ թվում եթե վերցվում են խորհրդարանական մանդատները, ինքը պետքա լինի այն նպատակը, որ իրենք ասել են իշխանության հեռացում եւ այլն։ Չպետք է այնպես լինի, որ խորհրդարանում ձևափոխվի պայքարի էությունը։ Ոչ թե հեռացում, այլ հեռացման մասին տեսար ինչ սուր հարց տվեց։ Բայց տեսար ինչ լավ ելույթ ունեցավ։ Ինչը տեսանք։ Ահա, հունից հանեց Նիկոլ Փաշինյանին։ Իբր Նիկոլ Փաշինյանը կարիք ունի, որ իրեն հունից հանեն։ Ավարտվեց ծեծ կրտուկով։ Այո, եւ ընտրողի մոտ ձևավորվում է վարքագիծ, որ ինքը այդ խորհրդարանից այլևս ոչ թե սպասում է լուծում հիմնական խնդրի համար, ինչի համար ինքը գնացել ձայներ տվել, հա? Ընդդիմադիր բազում ընտրողներ, այստեղ նստած մարդիկ կան, այդպիսի նաև, հա, մեկն էլ ես եմ դրանցից։ Ես չեմ ուզում իմ նպատակը ձևափոխվի, ձևախեղվի։ Ես չեմ ուզում ինձ սովորեցնեն, որ սուր ելույթը դա հեռացման ուղված մի, գիտեք, այսպես մի աշխարհացույց քայլ է։ Հա, նպատակի substitute է, էլի։ Ահա, դե հենց այդ substitution-ի մասին եմ խոսում, որ այդպես եղավ 21-26-ին, եւ հիմա ես խոսում եմ այն մասին, որ 26-31-ին չպիտի այդ սեզոնը կրկնվի, որովհետև 2026-ի պարտությունը գրվել է 2021-ին, երբ դու չես ուզում ախտորոշես քո իսկ
անարդյունավետությունը։ Ես բազում անգամներ եթերում վերցնենք պուճուրիկ, ես ոչ մեկ եմ։ Ես մի մարդ եմ ընդամենը, որը մի պահ քաղաքական կարող ենք ասել, մի պահ չէ, շատ դժվար պահ, երկար պահ, ընդդիմուց խոսում էր եւ այլն, հետո արձանագրեց իր սեփական անարդյունավետությունը, այն նպատակի համար, որ ինքը դրել էր, բազում անգամներ եթերում ասել եմ, այնպես չի որ մի ֆանտաստիկ բան է, հենց հիմա բացահայտում արեցի։ Եվ դա ինչ շանս է տալիս, ես փորձել ավելի արդյունավետ ուղի գտնել, եթե չես գտնում, փորձել ուրիշ եղանակով, այսպես ասենք, դնել նպատակներ։ Հիմա ընդդիմությունը շատ կարիք ունի սեփական վիճակի ախտորոշման, իմ գնահատմամբ, ազնիվ խոսակցության, եւ ոչ թե ասել, որ ընտրողը մոլորված է, այն մեկն ասի ընտրողը կաշառակեր է, այն մյուսն ասի ընտրողը մեզ չընտրեց, այն մյուսն ասի թուրք են, չգիտեմ ինչ են, դա հայտարարություն է։ Այլ կարելի է ուղղակի ձևակերպել, որ ընտրողը չվստահեց։ Այ ինչու, այդտեղից շատ հետաքրքիր բաներ կլինեն։ Հիմա որպեսի 31-ի կամ չգիտեմ 28-ի, 29-ի ինչպես դա են, չէ՞ սիրում, հեսա մի տարի հետո չգիտեմ ինչ կլինի, կգնա, էդ էլ է խոսույթի մաս, չէ՞, սպասում գեներացնելը։ Հիմա նույնիսկ նկարը ասում են, այս շփոթված էր շատ։ Հա։ Անդրամատիր էր։ Ես Նարեկ ջան, ես դրա համար ասում եմ, որ ես կողմնակից եմ շատ ողջամիտ եւ ես այդ անիմաստ սպասումները, տրամադրությունը լավը չէր, չգիտեմ, սա չէր, նա չէր։ Փաստը այն է, որ հիմա Սերգեյի հարցին ստեղից գամ, հա, փաստը այն է, որ ինքը ձևավորել է իշխանություն եւ բացի այդ սահմանադրությունը փոխելուց, մնացած ամեն ինչ խաղաղության պայմանագիր ստորագրել, բյուջե հաստատել, պաշտոններ նշանակել, ամեն ինչ, այսինքն ամբողջ package-ը, փաթեթը ստացել է այդ մարդը։ Հիմա մնացածը տրամադրությունը ունքը վերևեր թե ներքև, ես դա քաղաքական խոսույթ չեմ համարում մեկնաբանելու համար։ Հիմա ինչ էիք ուզում որ ասեի։ Հա, ես զգում եմ, որ իմ հարցի պատասխան դեռ չեմ ստացել։ Հա, չէ, բայց կներեք, մի րոպե, Նարեկը ասում էր, որ իշխանությունն էլ է ասում։ Այո, որ հա, լեգիտիմ չի բանը, որտեվ կաշառքերը այստեղ շատ բարձ հարց իշխանությանը։ Իսկ ի՞նչն էր ձեզ խանգարում գնալ սահմանադրական դատարան։ Բա դուք է վիճարկի էիք։ Նախ շատ խնդալու։ Դա փիլիսոփայական բան է։ Փիլիսոփայական չի, Սերգեյ, փիլիսոփայական չի։ Հələ նայեք ինչ են ասում։ Ասում են 70% ընտրողներին պիտակավորում են։ Հիմիկվանից բոլոր իշխանական քարոզիչները մտնում են եթեր, օրը 10 անգամ ասում են, գիտեք, մենք ձեզ ոնց ենք վերաբերվելու։ Ձեզ վերաբերվելու ենք որպես ընտրությունների ձայներ գողացածի։ Այսինքն այն որ ասում էին դավաճան թալանչի, խոսույթը ավտոմատ 26-30 ապագա 5 տարվա պլաստինկեն արեցի, հա։ Չէ, հիմա մենք ունենք նոր ընտրագող մանդատագող եւ ընտրակաշարք բաժանող։ Այսինքն սա ձևափոխում է։ Հիմա հարց իրենց. ինչի համար եք դուք այդ մարդկանց պիտակավորում։ Մանավանդ ընդդիմության կողմից էլ հերքում են, ասում են մենք կաշառք չենք բաժանել կամ չգիտեմ ինչ, լավ հարուցված քրեական գործեր կան, թողենք այդ գործերը իրենց ճակատագիրը, տեսնենք ինչպես կլինի։ Մի հատ հետաքրքիր թիվ էլի, ընտրակաշառքի գործերով 21-26 թվականներին մինչև այսօր մի հատ դատավճիռ չի եղել։ Մի հատ։ Այսինքն եթե հանձնառություն ունի ուժը, իշխանական ուժը, որ պետք է այդպես պայքարի ընտրակաշառքի դեմ, մենակ չասել էլի դատարանները այսպես այնպես։ Այդ թեզը չի աշխատում էլի։ Այսինքն ակնհայտ է, չէ՞, մենք ինչ վիճակ ունենք։ Խոսույթը քաղաքական մի բան է, քայլը դրա։ Ինչն է խանգարում։ Ձեր ձեռքի տակ ամբողջ ինֆորմացիան։ Հեն անդիմությունը մի կողմից է վիճարկում, դուք էլ էս մի կողմից եք վիճարկում, ասում եք, այսպես չի ձևավորվել, այնպես չի ձևավորվել։ Գնացեք սահմանադրական դատարան, լիազորություններ ունի ՍԴ-ն։ Դե նշանակեք վերաքվեարկություն, ինչ է պատահել։ Պլակատներն է չեք անել։ Ոչ մի բան չեք անել, խոսույթն նույն ձև շարունակվում է։ Դե հիմա ձեր հարցերին կներեք։ Հա, ես ուզում հասկանալ ինչ կարող է անել ու ինչ չի կարող անել ազգային ժողովը հիմա, որտեվ օրակարգային տենց ամենա առաջնահերթ հարցերից է համադրական բարեփոխումները, որոնց շուրջ վերջի մի տարին մինիմում տենց գնում է։ Հիմա Հայլուրը ասաց, որ ԿՊ-ն ունի համադրական մեծամասնություն։ Դուք ասում եք չունի։ Հայլուրը չէ։ Հայլուրը հմեկը, որը առաջինն է, հասկացաք։ Մի խոսքով, հա, հանրայինը ասաց, որ մի քանի անգամ լսեցել է, 2 օր, ասաց, որ ունի արդեն համադրական մեծամասնություն։ Հիմա նախ այդ ինչ նշանակում ունի թե չունի, ու եթե չունի, ապա իսկ ինչ կարող է անել, որտեղ այնտեղ գնում են ինչ որ մի ձայների դեպքում, այնտեղ դատախազ, դատավորներ, 3/5-ն է, հասկացա ձեր հարցը։ Որը ինչքանի ուժ ունի ու ի վերջո հանրաքվեն։ Այսօրվա ձևավորված խորհրդարանով
Նիկոլ Փաշինյանը, նրա ձևավորած կառավարությունը ունեն խորհրդարանում բոլոր հնարավոր օրենքները անցկացնելու հնարավորություն, այդ թվում սահմանադրական օրենքները։ Սահմանադրական դատարանի մասին օրենք, ընտրական օրենսգիրք, հա, մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենք եւ այլն, այդ օրենքների խումբը համապատասխան։ Դա ձայների 3/5-րդ է պահանջում։ Նրանք դա ունեն, ֆիքսենք այսօրվա ձևավորված խորհրդարանի պատկերը։ Այդ մեծամասնությունն է։ Պաշտոնների կարող են նշանակել ամեն Այդ չէր լինում, եթե ԲՀԿ-ն անցնում էր։ Այո, 3/5-րդի ժամանակ, եթե ԲՀԿ-ն անցներ, իրենց 2 ձայն էր պակասում, այստեղ շատ կարևոր է այդ հատվածը։ Էսի միշտ։ Եվ իրենք միակ բանը, որ իրենց պետք է լինելու խորհրդարանական ընդդիմությունից իրենց միացող падգամավորներ, ձևակերպեմ այսպես հարցը, կամ դա սահմանադրության նախագծի քվեարկությունն է։ Միակ բանը, որի համար իրենց պետք է լինելու, որ իրենց ընդդիմությունից էլ մարդ միանա, մի 6 հոգի, ահա, դա միակը սահմանադրության, ուրեմն, այդ նախագիծն է։ Հիմա եւս մի փաստարկ, ինչու է ասում մանդատ չվերցնել, որտեվ երբ որ ոչ մեկ այնտեղ չկա, շանս էլ չկա, որ ինչ-որ մեկը կքվեարկի։ Բրավո։ Բայց ավելի կարևոր մի բան, մի անգամ, գեթ մեկ անգամ 9 տարվա մեջ Հայաստանի ընդդիմությունը սեփական օրակարգը կպարտադրեր իշխանությանը, ինչ ուզում է դրան անուն տան։ Մենք պետք է ընդունենք, ես էլ ձեզ հետ միասին կամ բոլոր ընդդիմադիրների հետ միասին, ովքեր եղել են այս ամբողջ 18-ից այս կողմ, հա, որ մենք միշտ զբաղված ենք եղել կամ ընդդիմությունը այլևս Տիտրոսային այդ թվում զբաղված է եղել Փաշինյան Նիկոլ վարչապետի օրակարգին արձագանքելով։ Սա ամենակարևոր փաստարկն է, որը ես դրել եմ քաղաքական տրամաբանության հիմքում մանդատներ վերցնել չվերցնելու։ Ես ամենևին չեմ պնդում, որ ես տիեզերական մասշտաբի ճշմարտություն եմ բարբառում հիմա։ Ես ասում եմ ամբողջը տեսել ենք, փորձառությունը տեսել ենք, ամեն ինչ տեսել ենք։ Մի անգամ կլիներ, որ կանեիք մի քայլ, որը իրենք չէին սպասում։ Եվ իրենք ստիպված կլինեն այդ, որ ասում եք, չէ, օրինակ Արամ Սարգսյանին կբերեին կամ էլի ինչ որ ուժի կբերեին։ Հիմա Գուրգեն Սիմոնյանն եմ ասում, բայց որովհետեւ ես պետք է անցնեմ, էլի մյուսը խի կանտա։ Լավ, այդ ուղղակի քանի որ այդպես ասացի։ Լավ ԲՀԿ-ն։ Հա, կամ ԲՀԿ-ն եւ միասնության թվերը իրականում թողնենք հələ մի կողմ դա։ Գեթ մեկ անգամ նույնիսկ այդ օրենք ընդունելը, ՍԴ գնալը, էլի ինչ որ քայլեր անել, դա ամբողջը կլիներ ընդդիմության թելադրած օրակարգի իշխանության արձագանքը։ Լավը, վատը, մի քիչ այս կողմը, այն կողմը, լեգիտիմը, ոչ լեգիտիմը, բայց կլիներ այդ օրակարգը։ Որովհետև մնացածը տեսել ենք։ Մնացածում ինձ դժվար է համոզել, որովհետև ես տեսել եմ ինչ է տեղի ունեցել։ Ու ես ունեմ քաղաքական, գիտեք, տրամաբանություն, միտք։ Ես ոչ մեկի չեմ քննադատում հենց այսպես նստած են, որ տենաս ինչը դուրը չի եկել։ Չէ, ես պարզ բան եմ ասում, ընդհանրապես դա էի ասում։ Շատ ուրիշ ինչ որ հատուկ մանդատ վերցնել չվերցնելու թեման, ուրիշ ինձ համար քաղաքական լոգիկա իր մեջ Ինձ շատ է դուր գալիս, որ ամեն ինչը շատ տրամաբանական եք շարադրում, այդ քաղաքական լոգիկան, ռացիոնալ մոտեցումը այստեղից հարց։ Իսկ ձեզ առաջարկում էին որևէ կուսակցության կազմում այս ընտրություններին մասնակցել եւ ինչի չեք մասնակցել։ Ես գրառում ունեմ Նարեկ ջան այդ մասով, այո, առաջարկներ եղել են։ Ես շնորհակալ եմ այդ ուժերին եւ գրել եմ գրառման մեջ իմ այլ ասել գնահատանքի համար, բայց ես չեմ ասում ես բոլորից խելոքն եմ կամ իրենք սխալ էին, ես ճիշտ կամ հակառակը, բայց ես ունեմ իմ տրամաբանությունը, ես տեսնում եի, որ ընտրություններին մասնակցել ինչ է նշանակում։ Կամ դու ինքդ պիտի ունենաս խնդիրների արդյունավետ լուծումներ, կամ պիտի ամբողջությամբ համաձայն լինես, ինչպես շարադրել էի, այն թիմի ռազմավարության հետ, որին ենթադրաբար պիտի միանաս։ Հիմա ես չէի տեսնում այդ լուծումները, ինձ համար գոնե ինձ հասկանալի, ընկալելի ձևաչափով դա չէի տեսնում, հետեւաբար որոշեցի չմասնակցել։ Ինքս էլ որպես այդպեսին իմ այսպես ընտրությունը միշտ ենթադրում է։ Բայց շատ իդեալիստական չի, որ լինելու է մի հատ ուժ, որի տենց, չասենք բոլոր, բայց հիմնական անդամների հետ տենց լրիվ անդամների հետ չէ, ռազմավարության։ Դե ռազմավարության էլ, հա, ինչ որ ծրագիր է, հիմա կարող է 10-ից
8 կետի հետ համաձայնել Հա, եք։ Դա նորմալ է։ Նորմալ։ Ես գլխավոր խնդրի լուծմանն ուղված մասին եմ խոսում, երկրի արժև ծառացած խնդիրների, լուծման, իշխանության հերացման օրակարգի, հա, ինչպես ընդունված է ձևակերպել։ Դա այդ բանը ոչ թե նկատի ունեմ մարդկանց հետ կամ գրվածի հետ, ես նկատի ունեմ այն ուղին, որ ես տեսնում էի, ես չէի հավատում, որ դա կբերի խնդրի լուծման։ Իսկ փաստացի ընտրություններին մասնակցելը կարա բերի այդ խնդրի լուծմանը, որովհետև ոնց որ խաղը տենց ի սկզբանե մի քիչ կանոնները բան են, էլի։ Նայեք, ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ համաշխարհային փորձը նաև ցույց է տալիս, որ եթե հաջողում եք Հայաստանի ընտրական փորձառությունը չքննարկենք, որտեղ Հայաստանում ընտրությունով, ինչպես սիրում են բոլորը ասել, իշխանություն չի փոխվել, հա, այդպես սիրում են այդ խոսույթը օգտագործել մարդիկ, բայց թողենք մի հատ դրա այդ նարատիվի մեջ չխորանանք։ Աշխարհի փորձը ցույց է տալիս իրականում, որ եթե ուզում ես ընտրության ժամանակ ընտրողի հետ երկխոսես ու ինչ-որ մի իրավիճակ փոխես, դա պետք է լինի ասիմետրիկ լուծումներ, մի այնպիսի բան, որ իրենք չեն սպասում ու չեն տեսել, օրինակ այդպիսի մի բան կարող է լինել պայմանականորեն ամենաիրար ատող ուժերի միավորումը մի գաղափարի շուրջ, որը Հայաստանում անհնար է իմ գնահատմամբ եւ չեղավ դա եւս տարբեր պատճառներով, էլի սխալ է, այդ էլ է շատ վատ տրամաբանություն էլի, ինքն էլ այդ ամեն ինչի մեջ քննարկել ում պատճառով ով ճիշտ ով սխալ։ Բնականաբար իշխանությունը օգտագործում է այն գործիքակազմը, հատկապես այս իշխանությունը, որ իր ձեռքի տակ է, մենք տեսանք թե նախընտրական քարոզչության հատկապես ժամանակահատվածում ինչ էր կատարվում, այսինքն խոսույթի մակարդակով, պառակտվածության բարձրագույն մակարդակ, վախի մթնոլորտ ճնշումներ, սա ընդ որում սա ոչ թե իմ գնահատականն է, այլ նույնիսկ ԵԱՀԿ ժմիգի դիտորդական առաքելության զեկույցների մեջ, նույնիսկ այն եվրոպացիների, որ դուք էստեղ քիչ առաջ ես ձեր հետ միասին եւ այլ փաստում են, որ իրենք աջակցում են իշխանություններին, նույնիսկ նրանք արձանագրել են, որ տարատեսակ ձայնագրություններ, մասնավոր խոսակցությունների հրապարակում իշխանության համակիրների էջերում դրանց հայտնվել, այդ ամբողջը պատշաճ ընթացակարգի ըստ էության նկատմամբ հարցեր են առաջացրել։ Դրանք ստեղծել են, այսպես ասած, ապախրախուսող ազդեցություն են ունեցել մարդկանց, սառեցնող էֆեկտ են ունեցել, որ մարդիկ գնան, քարոզեն եւ այլն, այսինքն այս ամբողջ գործիքակազմը իրականում իշխանությունը օգտագործել է, դա չես կարող չփաստել դա։ Ու այս ամբողջի հաշվառմամբ պիտի կարողանաս այդ լուծումը առաջարկես։ Գումարած դրան ես համամիտ չեմ, նաև ընդդիմության կողմից հնչող, կարծում եմ դրանք եւս պետք է դիտարկել շատ ապաքաղաքական եւ անփորձ դրամաբանության մեջ, երբ որ մարդիկ ասում են, դե բայց փողոց ոնց դուրս գանք։ Փողոցը ոչ ենք թողի փողոցում ինչ-որ բան սադրեն եւ այլն, ես ապշած եմ այդպիսի տրամաբանության վրա, որովհետեւ փողոցը դա օրինական պայքարի գործիքակազմ է, միջազգայինորեն ընդունված եւ ուղղակի դա էլ հերքել եւ մանդատ վերցնելու, կստացի էլի նորից իդեպ մանդատ վերցնելու թեմայի կոնտեքստով է դա եւս հնչում։ Համար չգիտեմ, այս ամբողջի հաշվառմամբ, որ շատ արդյունավետ լուծումներ ունենային, գուցե ես էլ, չգիտեմ, հանդես գայի, ինչ որ առաջարկով հանդես գայի, ինչ որ պլատֆորմ ստեղծեի, ասեի, այ սենց։ Ես կարող եմ շատ հարցերում ասել, ինչպես պիտի չլինի կամ ինչ պետք է արվի, բայց համարում եմ, որ այդտեղ պետք է ռեսուրսի, ջանքի, կամքի, այնպիսի բարձր մակարդակի կոնսոլիդացիա, որտեղ ամեն բան է մի կողք դրվում։ Բացարձակապես ամեն բան է մի կողք դրվում ու կենտրոնացում գլխավոր նպատակի վրա։ Սա ասիմետրիա է։ Տրամաբանական է թվում, բայց ասիմետրիա է հայկական իրականության պայմաններում հատկապես։ Դե փողոցը ինձ թվում է ինչքան էլ որ օրինականական բան, այդ տարբերակ առանձնապես չեմ պատկերացնում, որ դիտարկվում է, ու տենց հա, տենց առանձնապես հանրային ցասում էլ չեմ զգում, էլի, որ տենց ոնց հաճախ տեսել ենք փողոցում, տենց որ դա դժվար, բայց հիմա իմ համար հետաքրքիր է այս ընտրակաշառքների շարունակությունը, որտեվ հնչեց, որ այդ ընտրակաշառք վերցնող տվողները պետք է մինչև մյուս ընտրություններ լինեն անազատության մեջ, ստեղ մի հատ sense հարց էլ իրավաբանական ավելի շատ հարց է։ Մի 700 հոգի է կարծեմ, որ բռնվել է, հնարավոր չի deal անել, իրենց հետ բանակցել, prisoners dilemma անել ու ասել, okay, քեզ ոչ թե 7 տարով
կազատազրկենք այլ 3 տարով, դու ասա ով այդ փողը տվել, ու այդ գլխավոր ավելի բարձր օղակի կաշառատուներին բռնել։ Ու ոնց ա եղել, որ այդ ավելի բարձր օղակի կաշառատուները չկան, ինչ-որ անհասկանալի, որ գյուղացին մարդիկ են, որ խոսում են հեռախոսով, արդյոք այդքան դժվար է իրավաբանական գործիքներ չկան, որ գնալ հետքերով բարձրանալ դրանալ, որտեղից այդ փողը իր հետքն է թողնում, չէ՞, ինչի՞ չի բարձանում այդ հետքը վերև ոչ միտեղ։ Սերգեյ ջան, նայեք, այստեղ շատ կարևոր մի քանի շերտ կա ձեր հարցադրման մեջ։ Շերտ համար 1, ընդհանուր առմամբ, հա, խրախուսող տարբեր նորմեր կարող են իհարկե քննարկվել, բայց նախաքննության ընթացքում այդ ամբողջը պետք է հաստատվի ցուցմունքներով, այսինքն օրինակ այդ մի գումար վերցրածը պետք է նախ հələ պետք է այդ մարդիկ ընդունեն, որ դա իսկապես ընտրակաշարք է եղել եւ ոչ թե օրինակ այլ խոսակցություն, այլ բնույթի մոնտաժված է ինչ-որ բան սխալ են հասկացել։ Չէ, այդպես էլ է լինում։ Ես իհարկե չեմ ասում, որ ամբողջն այդպես, նախ որտեվ ընտրակաշարքը դա իսկապես դա խայտարակ մի բան է եւ դրա նկատմամբ պետք է լինի անկախ նրանից երբևէ որ իշխանության ժամանակ ինչպես ինքը պետք է արժանանա գնահատականի, բայց ես դրա համար ի սկզբանե ասացի, երբ որ իշխանությունը հանձնառությունը վերցնում ընտրակաշարքների հետ կապված ուրեմն պայքարելու, չի կարող այնպես լինել, որ միայն քաղաքական խոսույթում քաղաքական հակառակորդներին անընդհատ պարսավելու համար դու խոսես այդ մասին, գործերը հարուցես, վերջում պարզվի, որ ոչ մի դատավճիռ չի եղել, որը արդեն տակտիկա է ինքնին, որտեղ մենք հիշում ենք դավաճանության իշխանությունից լիքը գործեր բոլորը, այսինքն աղմուկից հետո լուծվեց, բայց մարդկանց կարծիքը փոխվեց դեպսի ընտրակաշարքում։ Դե հենց դրա մասին եմ խոսում, որ ընդհանուր առմամբ դու ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում մենք լուրջ խնդիր ունենք անմեղության կանխավարկածի սկզբունքի բացարձակ խեղաթյուրման ու աղճատման հետ։ Որևէ մեկը իր վրա բեռ չի կրում, ի սկզբանե նախաքննության փուլում անգամ, որ լավ հասկացանք, հանցագործության մեջ կասկածվողներ են մեղադրվող են, բայց քանի դեռ չկա այդ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, այդ մարդկանց ամեն ինչը կյանքը, համբավը, պատիվը մի հավասարեցրեք հողին, հետո վերջում ինչ որ մի հատ պուճուրիկ լրատվամիջոցի մի հատ պուճուրիկ, չգիտեմ որտեղ կգրեք, որ այսպես եղավ այսինչը։ Հիմա ընտրակաշարքների դա նախաքննության տրամաբանություն է։ Այսինքն այդ մարդիկ պիտի ցուցմունք տան։ Այդ ցուցմունքներով կարելի է գնալ ինչ-որ միտեղ ու հասնել ինչ-որ մի օղակի պաշտոնյաների։ Բնականաբար սա վարույթն իրականացնող մարմինները պիտի աշխատեն։ Հնարավոր է դա։ Անկասկած հնարավոր է, բայց այդ մարդիկ պիտի ցուցմունքներ տան ու ինչ-որ մի պահի, ինչ-որ միտեղ այդ ամբողջը հանգուցալուծվի։ Հիմա 21-26-ին ես ասում եմ ոչ մի դատավճիռ ըստ էության չի եղել։ Հենց այդ մեր post pravdan, այդ post ճշմարտությունը, որ իրավաբանության ոլորտը ներթափանց է, որ կարևոր չի դատավճիռը ինչ առնելու, կարևորը մեղադրանքը ներկայացնելու պահին ինչքան ճոխ եւ գաղտնալսման մեջ ինչքան նա ասենց համով կծու ֆրազա հնչեց։ Դե հենց դրա համար եմ խոսում, ես պատահական չասացի, որ նույնիսկ ԵԱՀ կժմիգը այդ մասը նշել էր, որ ասիկան երբ որ դու այդ ամբողջ գաղտնալսումները, ձայնագրությունները հանում ես, գցում ես եթեր, հետո չգիտեմ, այդ սկսում է օգտագործվել անգամ հակաքարոզչությունը ըստ էության դառնում եւ այլն, ինքը պրոբլեմա, ինքը պատշաճ ընթացակարգի ամեն սկզբունքի խախտում է։ Ես չգիտեմ դա ինչպես ասեմ, դա բոլոր հնարավոր սկզբունքների խախտում է։ Որևէ մեկը լեգիտիմ նպատակ է ընտրակաշարքի դեպքերի բացահայտումը եւ պատժումը, վերցնողին էլ, տվողին էլ, հա, բայց էլի նորից ինչ հանցագործություն ուզում է լինի, գոյություն ունեն ընթացակարգեր, որոնք Հայաստանի Հանրապետությունում սկզբունքորեն չեն պահպանվում։ Դա ակնհայտ է։ Այսինքն հետո որովհետև ես էլ եմ հետևելու process-ին, ինչպես ասինքն ես ուզել եմ տեսնեմ այդ 700-ից քանիսը հարուցված, չգիտեմ, 125 վարույթներից քանիսը ավարտվեցին, ինչով ավարտվեցին, դատարանում որ գործերը ջարդվեցին, որտեղ տպավորություն է նախաքննական մարմինները ստեղծում են միանգամից sense իրանց հաղորդագրությամբ ստեղծում են պատկեր ու մարդը սկսում է պայքարել ոչ թե իրականության, այլ պատկերի դեմ։ Հա, ու այս առումով նաև հակակոռուպցիանը, որ դիմեց, չէ, որ զրկվեն ընտրություններին մասնակցելու իրավունքից, այդ մեգա հակասահմանադրական չի, որովհետև անգամ տենց
դատապարտված բռնաբար մարդասպանը ինքը չի զրկվում ընտրական իրավունքից, չէ՞։ Չէ, Գնում է այդ ընտրում է։ քարոզչական է, Նարեկ ջան, ես Էդ եմ կարծում ասում, եմ բայց դա այս- քարոզչական է, կան տեղեր, որտեղ օրինակ տեխնացուին, որը նման բան է արել, կարող ես օրինակ, չգիտեմ, շատ եզակի ինչ որ դեպքեր, չգիտեմ, Մեքսիկա, Հնդկաստան, ինչ որ Կիրգիզիա, ինչ որ տենց օրինակներ։ Մի հոգու բայց։ Ես ձեզ ասեմ, որ չէ, նկատի ունեմ այդպիսի օրենսդրական անգամ փորձես գտնել մի բան, կարող է փորձես գտնել, բայց որ կուսակցություններին արգելվեն եւ այլն, այդպիսի բան չկա, որևէ եվրոպական պրակտիկա չկա, որտեղ ինքը իսկապես շատ բարդ է։ Բա ես ինչի վերադարձեմ, որ ասի շատ կարևոր հարց բարձրացրեց Նարեկը։ Ինչի ասեցի, ինչն է խանգարում գնաք ՍԴ։ Եթե տենց աշխարհացունց, ֆանտաստիկ, համակարգային, տարածված, պարբերական, կրկնվող, ես իմ չգիտեմ, էլի այդ բոլոր մագդիրներով կա, Սահմանադրական դատարանը այդ ընտրությունները թող ճանաչի։ Նախ, որտեվ այսքան ձեն են հավաքի 700 Դե հիմա կներեք, բայց իրենք իրենցը հավաքել են, շատ քանակի ձայներ հավաքել են, բայց մյուս կողմից են մյուսներին ասում են, այ դուք այդքան չեք հավաքի, այ այդ ձեր ընտրողները էսպես։ Հիմա եթե այդքան վստահ եք, որ նրանք այդ ձայները չեն հավաքելու, խնդիրն ինչու՞մն է, ուշացումն ինչու՞մն է։ Եք գնացեք դիմեք սահմանադրական դատարան։ Մեր civil society-ն է, կստացի, էլի։ Դանիելը, հա։ Վերադառնալով անխուսափելի բան, առաջարկեցին, որ դե պետք է ընտրի, ով որ այսքան ժամանակ ինչ որ ապրել է։ Այդ դրա մասն էլ եկեք Հա, խոսենք։ էդ էլ մի կողմից բանակում ծառայել է, կողմից ասպիրանտուրա է, պաշտպանը։ Չէ, 6 ամիս, որ բնակվել է Հայաստանում, այդ դրա ըստեյության ենք էլի։ democracy-ին եւ universal franchise-ին շատ դրա հակաբան չի։ Իմաստն էլ հասկանում ենք, հա, որովհետև լուրերը տարածվեցին, որ Ռուսաստանից գալիս են հազարներով քվեարկելու ու շատերը, ճիշտն ասած, ես էլ այդքան արդար չեմ գտնում էլի, որ ես տեղ ապրում եմ ու ինչ որ մի Կուրսկում մարդ, որը 30 տարի առաջ գնացել է, օպա, մի օր գա։ Դրա համար քվեարկի գնամ։ նախքին դրա ոսկե միջինը կար, եթե դու երկար ժամանակ բացակայել ես, քո համար պետք է գնայր ով իր ինչ որ ոչմ բարդ ինչ որ ընթացակար կար, որը եթե այնքան ես ուզում քվեարկես, որ կուշիտ նիմագու, կարա իր անցներ եւ քվեարկեր։ Հիմա դա սիրուն հանվեց։ Հասկացա։ Նայեք, այստեղ միանգամից մի քանի բան կա, Սերգեյի արդար նախ ցասում, այո։ Արկուրսկ։ Այո։ Լավ, եկեք ասում, ինքնախարազանման պորտկումներ չկազմակերպենք, եկեք սկսենք հերթով այս մասով քննարկել։ Նախ մի հակադարձում, այո, շատ քննարկվեց, բայց դա ես կարծում եմ դա քարոզչական թեզ էր, այդ Ռուսաստանից եկած հայրենակիցների մի ահռելի քանակի մասին, որովհետև հետո իդ աչքովս ընկավ մի լրագրողական բացահայտում էր ուսումնասիրություններ, որ բացահայտում էր, որ իրականում նախորդ տարվա համեմատ դեռ մի քանի հազարով էլ պակաս են եկել Ռուսաստանի Դաշնությունից, այսինքն այդպես մի ֆանտաստիկ թիվ չկար, որ այդ մարդիկ եկել են հենց ընտրության համար։ Իհարկե կային այդ տարատեսակ քարոզչականների նորից նպատակներով ծառայող մարդիկ, որ այո եկել են կընտրենք գնանք եւ այլն, կարծում եմ սա եւս շատ մեծ կոնսոլիդացնող գործոն եղավ գործող իշխանության օգտին ձայներ տալու համար, բայց թողենք սա մի կողմ։ Հիմա եկեք քննարկենք այդ մոդելը, որը հիմա ասում են։ Կա այսպես կոչված իրական կապի տեսություն ընտրական իրավունքում, եկեք քննարկենք իր քաղաքական բաղադրիչը եւ իր իրավական բաղադրիչը։ Բայց մաքսիմալ նենց ոնց որ կբացատրեիք 8 տարեկան երեխեքի խնդրում եմ։ 8 գոնե մի քիչ կմեծացնեք շեմա։ Շատ լավ, հիմա նայեք, ակնհայտ է, այ արդեն լավ է։ Հələ թեմայի մեջ ես, okay, good։ Դեռ հասկանում եմ։ Դասը խոսում եմ։ Փորձում եմ, ասում եմ, I'll do my best։ Հիմա ակնհայտ է, որ այսպիսի խոսակցության հիմա սկսելը կապ ունի այդ քարոզչական թեզի հետ, դրա շարունակությունն է։ Սա քաղաքական նպատակահարմարություն է, քաղաքական կոնյունկտուրա։ Համարվում է, որ դա միշտ անում է իշխանությունը կանխագուշակելով հնարավոր դրսում գտնվողների տրամադրությունները, իշխանական են թե ընդդիմադիր։ Դեռ այս հարցում եւս իհարկե մեծ մոլորություն կա այստեղ, որտեղ ես վստահ եմ, որ եթե մարդիկ եկել են նաեւ Նիկոլ Փաշինյանի օգտին են ձայն տվել։ Վստահաբար, այսինքն այս թեզը այդուհանդերձ այս մասը բաց են թողում իրենք ու իրենք քննարկում են այդ մոլորեցնող մասը, որ տեսեք ինչքան եկան, եկեք հիմա մի հատ այդ չափանիշը դնենք։ Նախ մենք այստեղ պետքա մի քանի բան նկատի ունենանք։ Հիմա կա այդ կրկնում եմ իրական կապի տեսությունը իրավունքում։ Այսինքն եթե դուք ուզում եք հիմա հարցնում եք կա տենց բան աշխարհում թե չէ,
եթե դա եք Դե հարցնում։ համ դա, համ ընդհանուր դուք լավ եք նայում դրան թե վատ։ Ձեր կարծիքներն էլ հետաքրքիր։ Հասկացա, ես համարում եմ, որ ինքը լրացուցիչ սահմանափակում է մտցնում եւ բավականին մեծ խնդիրներ է ստեղծելու, որովհետեւ աշխարհը այլ տենդենսով է գնում։ Հիմա ասեմ։ Ինչ խնդիրներ։ Հիմա կբացատրեմ։ Ինչ է տեղի ունենում։ Ուրեմն կա այդ իրական կապը, որտեղ ասում են, գիտես ինչ կա, պետությունում պետք է քվեարկել իշխանություն ընտրելու իրավունք պետք է ունենան այն անձինք, ովքեր իրականում ազդվում են, ազդեցության են ենթարկվում այդ իշխանության որոշումների պատճառով։ Սա թեզն է, որը գրելու են հետևանքները կոպիտ։ Այո, օրինակ, եւ դա երկու մասի է պետք բաժանել։ Եթե անձը գտնվում է դրսում, շանս տալ իրեն դրսում քվեարկել թե ոչ, թե անպայման պիտի գա երկիր նոր քվեարկի, եւ երկրորդ ավելի ծանր մասը, որը հիմա է առաջարկվում, հիմնարար, դա կոչվում է հիմնարար ընտրազրկում, սահմանադրության հետ կա խնդիր, որտեղ համընդհանուր ընտրական իրավունքի պայմանում դու սահմանադրություն պետք է փոխես, որ տարիքից բացի եւ մյուս չափանիշից մտցնես այդ ցենզը։ Հիմա մենք ունեինք առաջին, այսինքն արտերկրում գտնվողները 2000, չեմ հիշի ես այդ ժամանակ փոքր էի ուսանող, հա, 2007 թվականից արտերկրում գտնվողները ընտրելու իրավունք չունեին։ Կարող են գալ երկիր, եթե անգամ 30 տարի գնացել են, բայց ՀՀ քաղաքացի են, կարող են գալ ու մասնակցել ընտրություններին։ Մինչ այս պահը այդպես էր, այսինքն իրենք չէին կարողանում մասնակցել, եթե դրսում են։ Հիմա այնինչ առաջարկվում է հիմա երկրորդ սահմանափակումն է եւ իմ գնահատմամբ ունի նաեւ այդ քաղաքական բաղադրիչից բացի կա նաեւ այդտեղ այդ մարդկանց միավորելու ոնց որ գործոն բացակայում է մեջը, էլի ես հերացնում, սփյուռքին էլի ես հերացնում, դու ինչ ես ասում, հələ սփյուռքն է չէ, քո երկրում ապրող 3 տարի, 4 տարի, 4.5 տարի ապրել է, այդ մարդը գնացել է մի տարով սովորելու, դու իրեն ասում ես, այ չէ, դու ընտրելու իրավունք էլ չունես, դա է ստացվում, եթե վերջին 6 ամիս։ Ինչ է ասում միջազգային փորձը, օրինակ տենդենսը հիմա գնում է այդ բոլոր սահմանափակումները հանելուն։ Մինչև 2024 թիվ, օրինակ Մեծ Բրիտանիան ուներ կանոն, որտեղ ասում էր, եթե դու դրսում ես, քեզ դրսում թողում եմ 15 տարի, դրսում ընտրի, դրսում։ Եթե երկիր գաս, ուզում ես 23 տարի հետո արի ընտրի երկրից ներսում, դրսում 15 տարի։ Ահագին ժամանակա Վենետիկի հանձնաժողովը եւ միջազգային այլ կազմակերպություններ իրենք ասում են դու պետքա այնց չափանիշ դնես, որ հայեցողություն ու կամայական մեկնաբանություն բացառես։ Ու մի հատ լավ օրինակ կա այս մասով, Մոնտենեգրոյի օրինակն է, որը տարիներ շարունակ քննարկվում է, սահմանադրության մեջ Մոնտենեգրոն մի հատ կետ ունի, որտեղ գրված է, որ եթե վերջին 2 տարում ինքը ընտրությունից առաջ ընտրությանը նախորդող 24 ամիս երկրում չի ապրել, ինքը չպիտի մասնակցի ընտրություններին։ Ու սա ահռելի քննադատության է արժանանում անընդհատ այս մասը։ Այնտեղ ուրիշ օրինակներ էլ կան, կա մի քիչ ուրիշ ձևով ձևակերպված Հյուսիսային Մակեդոնիայի իրավունք եւ այլն, ընդհանուր տենդենսը հետեւյալն է։ Թողում են պետությունը ինքը որոշի, այսինքն այնպես չի որ գիտեք պետությանն ասում են, այ դու իրավունք չունես, այսա չի կարելի եւ այլն։ Թողում են հայեցողությունը տվել են։ Բայց հետո ասում են, այ հաշվի առ սա եւ այլն։ Օրինակ այդ որը հարկերի մաս կար, չէ՞, այնտեղ որ եթե հարկ է վճարել եւ այլն։ Սա շատ պատմական եւ հնացած ուրեմն մեթոդ է, որտեղ այնտեղ կար մի կանոն կար, իռլանդական կանոնն էր, կոչվում է no representation no taxation, sense ինչ որ կանոն էր, որը ուղղված էր դեռ պատմական անցյալում, այսինքն որոշակի խավերի պրոստը չի թողում ընտրության ապրեք, ահա ինքը, այսինքն պատմական կոնտեքստում No taxation without representation։ Կամ տենց, հա, կամ իրանք նո-նոյով էին տալիս, կամ ձեր ասած տարբերակով, այսինքն եթե տաքսը հարկ չես վճարում, դե գնա ոչ մի ներկայացության իրավունք էլ չես ունենալու, բայց դա պատմական կոնտեքստ ուներ ու դա ընդհանրապես հիմա ըստ էության աշխարհը ըստ էության չի խրախուսում դա։ Եվ բոլորը կամած 24 թվականին Բրիտանիան 15 տարին էլ հանեց ու հիմա ես կարծում եմ իրենք վերցրել են, չեմ ուզում շատ ծանրաբեռնեմ, բայց իրենք վերցրել են կարծում եմ Վենետիկի հանձնաժողովի Մոնտենեգրոյին վերաբերող այն հատվածը, որտեղ ասում է այդ 2 տարին սահմանադրության մեջ վատ է, որ ասում ես 2 տարի առաջ ստեպտի լինես, ստեպտի ապրես։ Այ որ գոնե 6 ամիս գրեիր Okay, նորմալ կլներ։ Այսինքն իրանք ենթադրում եմ, դա վերցրել են
Հիմա այստեղ փորձում են դա իրականացնել, բայց դա մեծ խնդիրներ է բերում, որովհետև եթե ես կրկնում եմ 4.5 տարի ապրում եմ վերջին, նկատի ունեմ ցիկլն եմ վերցնում ընտրական։ 4.5 տարի ստեղ եմ ապրել, ընտրությունից 6 ամիս առաջ գնում եմ մի տարի, օրինակ մագիստրատուրա սովորեմ։ Ինչ վատ բան։ Հետո էլ գալու եմ էլի Հայաստանի Հանրապետություն։ Այդ ինչի՞ չեք թողում ես։ Դե այդ այն զոհաբերությունն է, որին ես պատրաստ եմ գնալ, որպեսզի ամեն դեպքում այն լրացուցիչ մարդիկ, ովքեր գնացել են ոչ թե մագիստրատուրա սովորելու, այլ Կուրսկում ասֆալտ փռելու, իրանք բալանսավորված էլ այդ առումով չգան։ Սերգեյ ջան, դրա համար ավելի սա համարվում է ընտրական, ասենց ասեմ, ընտրական օրենսդրության վերաբերյալ կամ ընտրական հիմունքների վերաբերյալ ամենավիճելի մասերից մեկը։ Այստեղ չկա այնպես, որ ես գամ, գիտեք, այս սենց է, ակնհայտ է, որ քաղաքական իշխանությունը սա ընդհանրապես առիթ է եւ օգտագործում է։ Ակնհայտ է, ու սա արդեն խնդրեմ է ստեղծում, այսինքն խզում է առաջացնում հայրենակիցների հետ, երբ որ դու նմանատիպ ձևակերպում ես տալի ու նմանատիպ քաղաքական առիթով։ Կարելի է նման բան անել իրավաբանորեն ձևակերպումներով համապատասխան, գուցե եթե այսպես այնպես, այսինքն օրինակ այդ վերջի 6 ամիսը լավ լուծում չի։ Կարելի է ավելի պատշաճ լուծման գալ, որպեսզի եւ ձեր ասած խնդիրը ձեր ներքին ցասում, ինչպես ասում են, փարատվի եւ որպեսզի իսկապես այն մարդիկ, ովքեր չեն ազդվում, ես այստեղ եմ ապրում, ես իմ երկու զավակներին այստեղ եմ մեծացնում, ես հասկանում եմ ձեր այն տրամաբանությունը կամ այն մարդկանց տրամաբանությունը, որ հիմա նայում են։ Հասկանում եմ իրենք ինչ են ուզում ասել, բայց ես չեմ ուզում, որ ցանկացած որոշում ինքը պիտի այնպես լինի, այնպես ձևակերպված լինի, որ կողքից ավելի մեծ վնաս չտա։ Եթե գլոբալ առումով տակը ապացուցված չկա, որ 100,000 հոգի եկել է ու ազդել է, չկա, ապացույց դա եմ ասում։ Թեման вообще շեղող ինչ որ մի հատ անգամ։ Ես հենց դրա մասին եմ ասում, դա քարոզչական թեզ է, փաստացի ցույց են տալիս, որ ավելի քիչ մարդ է եկել, ու եսքի չգիտես դրանցից քանիսն է քեզ քվեարկել, քանիսը ընդդիմադիրներին, բայց դու նավսյակի պատժում ես ընդդիմադիրների քվեարկության թեզի մասով, որ հանկարծ էլի չգան։ Հələ գումարած նրան, որ այն մյուս սահմանափակումը 2007-ի, որ դրսում չէին կարող քվեարկել, դա էլ կա, երկրորդ սահմանափակումն է մտնում։ Նայեք, ես մի քիչ համաձայն չեմ ձեր երկուսիդ հետ այդ առումով, որովհետև մի կողմից այդ որ ասում եք ապացուցված չի, ուղղակի հա կարող է այդ չենք կարա գնանք տենանք կոնկրետ Կուրսկից քանի հոգի, Ուլյանովսկից քանի հոգի, ուղղակի առանձին դերդ ունես երկիր արձանագրած, բայց ունենք նաև ընդհանուր դինամիկան, տրամաբանությունը, ինչքան մարդը քվեարկել նախորդ ընտրություններին ու նախորդ անգամ երբ շատ ավելի սուր գոյաբանական հարցեր ինչքան անդիմությունը ձայն ստացել ու հիմա երբ համեմատաբար ավելի քիչ գոյաբանական հարց է suddenly հիմա է անդիմությունը ավելի շատ ստանում ու մեկը իշխանությունը ավելի շատ է ստանում ու ինչ որ տենց անհասկանալի տեղից հազարավոր տասնյակ հազարավոր ինչ որ ձայներ են գոյանում ու դուք նաև որը խոսում եք ինքնաթիռների կամ այդ բանի մասին շատ կարևոր բան եք բացում որ շատերը Վրաստանով են գալիս ու ես լսել եմ այնտեղի հերթերի մասին եմ ես շատ լսել պլյուս ես լսել եմ տարբեր մարզերում մարդիկ տարբեր տեղերից ասում են որ ինչ որ անհասկանալի վաղուց մոռացված դեմքեր են հայտնվել գյուղերում մարզերում որոնք չենք տեսել իրանք հայտնվել են հիմա սա ասել դա ուղղակի ինչ որ տենց մեզ թվում է անեկդոտային դեպքեր են, բայց փաստերն է, որ սովորականից ավելի շատ է ստացել այն ուժը, որը սովորաբար գոյաբանական հարցի դեպքում այդքան չէր հայտնվում, չէր ստանում։ Նայեք, այստեղ շատ ճիշտ շեշտադրում կներեք, մի բան էլ հավելեմ, պլյուս եթե ելնում ենք ռեալ իրավիճակից, պատկերացրեք կա ռեալ իրավիճակ, որտեղ կա պայմանական հյուսիսային Կորեա որը ունի 5 միլիոն, ասենք, քո հայրենակիցներից, հա, ու այդ հյուսիսային Կորեան ինքը կարա ծեծելով մարդիկ ուղարկի ստեղ։ Ու դու չես կարա ասես, դե հիմա մարդիկ իր հայրենակիցներ են շատերը, հա, կարող է այս կողմ այն կողմ քվեարկեն, բայց ամեն դեպքում կա շատ հստակ քաղաքական ճնշման գործոն, շատ ոչ ժողովրդավար ինչ որ մի հյուսիսային Կորեայի կողմից։ Դա էլ անտեսել եմ տեսակ այդքան արդար չի ինձ թվում է։ Հեք, ես չեմ կարծում, որ ընդհանրապես որևէ հանգամանք կամ գործոն պետք է անտեսվի, բայց յուրաքանչյուր հանգամանքի կամ գործոնի չպետք է տաս ավելի դեր, քան ինքն իրականում ունի։ Ես խնդիր եմ տեսնում ոչ թե նրա հետ, որ այսպիսի լուծում է առաջարկվում։ Ես խնդիր եմ տեսնում նրա հետ,
որ ինքն առավելապես քարոզչական նպատակներով օգտագործվեց, հետո եկավ խնդիր լուծել ու հետո խնդրի լուծումն էլ չեն տալիս ամենալավ ձևով, որը հնարավոր է։ Գուցե մի ավելի, չգիտեմ, այսպես նորմալ լուծում առաջարկվի, այդ ժամանակ գուցե հնարավոր լինի քննարկել, որովհետև այո, ես էլ եմ համարում, որ այստեղ շատ կարևոր է, որ կրկին ովքեր ազդվում են այդ որոշումների արդյունքներից, իրենք քվեարկելու ժամանակ բնականաբար այդ մարդիկ են ավելի, այսպես ասած, էական է, որ այդ մարդիկ քվեարկեն, բայց նորից բայց կան զուգահեռ այլ գործոններ։ Նայեք, դուք ընտրություններին մասնակցության թիվը չի ասացիք։ 2021 թվականը շատ դժվար ժամանակահատված էր եւ մարդիկ գտնվում էին այդ կործանարար պատերազմից հետո ապաթիայի հուսահատության եւ շատ փուլերում ու ավելի դժվար էր ինչ որ մի կոնսոլիդացիա ապահովել, բայց չնայած դրան իշխանությունը ապահովեց ընդդեմի կոնսոլիդացիան եւ ստացավ իր ձայները։ Այս անգամ կոնսոլիդացիան տեղի ունեցավ նաև այն պարզ պատճառով կամ այդքան շատ մարդ մասնակցեց նաև, որովհետև այլ ուժ կար, այլ նոր ուժ էր հայտնվել եւ այդ ուժը կոնսոլիդացիա նորից կարողացավ ապահովել, բնականաբար ձեր ասած որոշակի գործոնները եւս դերակատարում կարող են ունեցել են, բայց ես իրավաբան եմ, ես փաստերի հետ գործում եմ, ես ուղղակի իմ հույզերն եմ կիսում, որովհետեւ նաև ունեմ հորաքույր Մոսկվայում, որը եկել էր չէ, որի տրանսֆորմացիան եմ էլի զգում այդ երկրում, ցենց շատ ռացիոնալ էր էլի առաջ բան, իսկ հիմա տենց բան լրիվ Մարգարիտա Սիմոնյանի տակ է, էլի ցենց դա Պուտին, как вы смеете, բան, западники, Եվրոպա, բան, ինչ ասես, ջոգում որ շատ չի ուզենա հորքուրս գա։ Շատ բանը հուսամ ինքը չի նայում իմ ասա։ Էլի հորքուր։ Նոր տարուն ոչ մի նվեր, ոչ կոնֆետ Սաղ ձեր միշկաները ուղարկեք ալիքներ, կոնֆետներ ուղարկեք միշկա կոնֆետներ։ Հուսամ չի նայել, God։ Well, ես էլ հա, բան չունեմ, ուղղակի ուզում եմ այդ բանը հուզմունքս կիսեի։ Հասկացա, ես էլ արդեն իմ դիրքորոշումը ըստ էության ներկայացրեց եւ քաղաքական եւ իրավական։ Իրականում ես կարծում եմ ցանկացած հարցում շատ կարեւոր է բոլոր կողմ եւ դեմ փաստարկները հաշվի առնելը։ Կես ճանապարհը, կիսատ պրատլուծումները վատ բան են։ Ընդհանրապես Եվ նայեք, էլի վերադառնալով հիմնական հարցին երևի թե, որից մենք սկսել էինք խոսակցությունը եւ այս ընտրությունների, որ մարդիկ այսքան նայում, խոսում են անընդհատ, եւ փորձում են հասկանալ լավ, բա ինչ անի, օրինակ ընդդիմությունը ինչ անի, իշխանությունը հասկանալի է ինչ անի։ Իրենք ունեն իրենց օրակարգը, ճշում են, չգիտեմ, ունեզրկում են, էլի ինչ որ բաներ են անում, ակնհայտ է ինչ են անում։ Հիմա ինչ անի ընդդիմությունը, այստեղ շատ կարեւոր նշանակություն ունի, որ իրենք պետք է ցույց տան, թե ինչ ճանապարհ են ընտրում։ Չես կարող վճարել երկու ճանապարհի գին ու չօգտվել ոչ մեկի առավելություններից։ Այսինքն մի ճանապարհը կամ դու բաց երկխոսում ես քո ընտրողի հետ, ասում ես կներեք այն ապոկալիպտիկ սցենարների համար, հələ մի րոպե կործանումը մի քիչ հետաձգվում է, մի քիչ երկար ենք այդ կործանումը կասեցնելու։ Հա? Սենց ենք անելու, գնում ենք էս անենք, այս գործիքակազմերը օգտագործենք, չգիտենք լավ կլինի թե վատ կլինի, բայց ընտրում ենք այս ճանապարհը։ Որպեսզի, ինչի եմ ասում ես կես ճանապարհի գաղափարը, որպեսզի հասկանալի դառնա մարդկանց, դեպի ուր ենք մենք շարժվում, որպեսզի ինչպես 3 իշխանության տարբեր ներկայացուցիչներ չասեն, «Էդ ուր եք, հələ եկեք ինձ թթու խոսք ասեք»։ Որպեսզի փողոց դուրս եք օգնել լինի, որտեվ հիմա ինքը չկա։ Նաև դրա համար եմ կրկնում, կես ճանապարհ չկա, երկու ճանապարհից որևէ մեկը։ Կամ գնում ես ապալեգիտիմացման ճանապարհով, մանդատ չես վերցնում, ասում ես, «Всё, գնացինք, փողոցում ա մնում 500,000 մարդու ձայն»։ Ու վերջ։ Այսինքն նորից կրկնեմ միտքը, երկու ճանապարհի գին չես կարող վճարել ու չօգտվել ոչ մեկի առավելություններից։ Կամ մեկն է, կամ մյուսն է։ Ու ես ինչու եմ խոսում այս մասին, որտեղ ինձ մոտ տպավորություն է, որ ընդդիմության առաջատար դեմքերը մի որոշ փուլից հետո, կարծես շոշափելով, փորձում են այսպես ոդքի տեղը ստուգելով իրենց ընտրողներին նորից սովորեցնել նրան, ինչ արել են 21-26-ին։ Այսպես ծաղրական ինչ որ ելույթներ, ռազմահայրենասիրական պաթոս եւ այլն հրաշալի է, բայց դա քանի որ չի օգնել կասեցնել Այսօր արդեն հնչեց, որ մանդատ չվերցնել էդի նիկոլական նարատիվը ամենամեծ ուժի ընդդիմադիր կողմից, նենց որ
Այդ արդեն եղած փաստ։ Ես հասկանում եմ իմիջայլոց այդ պիտակավորումները մի մասին ասում են ինքը ինչ որ ուրիշ շարժառիթ ունի, մյուս մասին ասում են նիկոլական եւ այլն, ընդ որում դա ասում են եւ այդ պիտակավորումները անում են մարդիկ, ում կարելի է փաստերով հրաշալի կերպով ցույց տալ թե ինչպես են իրենք եւ Փաշինյանի հետ համագործակցել եւ իշխանության տարատեսակ միջոցառումներին մասնակցել, հա, չգիտեմ, եւ այլն, չեմ ուզում շատ դետալային խորանալ մեծ մասով, այսինքն ակնհայտ է ովքեր են դրանք, բայց երբ որ մեկն ու մեկին ով համարցակվում է քո կարծիքի հետ չհամընկնող տեսակետ հայտնել, դու սկսում ես պիտակավորել, մի բան ակնհայտ է։ Դու հաստատում ես իր թեզը։ Դու հաստատում ես, որ ինքը ճիշտ էր, որովհետև եթե դու իրեն նորմալ հակափաստարկ չես բերում, ասում ես, այդ լավ է, նիկոլականները ինչ են ասում, ուրեմն դու հաստատեցիր այդ թեզը, որովհետև առողջ ուժը ինքն է իրեն հարցաքննում եւ ոչ թե հարցեր տվողի վրա հարցակվում։ Ad hominem բանան։ Տեսեք նարեկը հիշեց։ Այո, ad hominem նշանակում է ուղված մարդուն կամ appeal to motive, դու քննարկում ես անընդհատ, քննարկում ես տնաս ինքը ինչի է ասում։ Ինչ եղավ։ Տնաս ինչի է։ Դիսերտացիան իրավաբանական խոսույթի մասին էր։ Հա, ես մի հատ էլ ուզում եմ հարցնել, որքանով democracy-ն եւ արևմտյան արժեքները համատեղվում են այս անընդհատ գաղտնալսումների մեջ, անընդհատ ինչ որ արտահոսքների մեջ, այսօր էլ Փաշինյանը ասեց, որ աշխատակիցը ինչ ուզում արտահոսում, հա, որքանով է դա միջազգային պրակտիկա, որքանով է вообще չպետք է ինչ-որ դատական սանկցիա լինի, շատ հիմնավոր կասկած լինի, որ ինչ-որ մեկին ժամերով գաղտնալսեն ու այտենց մեկը գցեն YouTube sense։ Պիտի, okay։ ավելին կա։ Հա։ Ավելին Հայաստանի Հանրապետությունը մի շարք նման կոնվենցիաների անդամ է, Հայաստանի Հանրապետությունը օրենքներ ունի ընդունած, ԵՄ դիրեկտիվ կա, այլ ընդհանուր անձնական տվյալների պաշտպանությունից մինչև համապատասխան այլ տեղեկությունների։ Բայց ինչքանի որ մենք Հայաստանին փոխում ենք Պուտինից, այդ սա օքեյ է անտեսել, թե ո՞րն է ստե շարժառիթը։ Ես կարծում եմ, այո, այսինքն այստեղ բնականաբար մեծ դեր ունի արտաքին քաղաքական աջակցությունը, ինչու է աչք փակվում որոշ նման հարցերի վրա, որովհետև այնինչ ասել է այսօր Նիկոլ Փաշինյանը, դա բոլոր հնարավոր սկզբունքների, ես նույնիսկ չգիտեմ ոնց հիմնավորեմ, որտեղից սկսեմ, որտեղ գնամ, որովհետև այո, չի կարելի նման բան անել։ Չի կարող ԱԱԾ-ը իր ԱԱԾ այն պաշտոնյան, ով պետությունից գումար է ստանում, որպեսզի, չգիտեմ, գաղտնալսի հանցագործության կանխարգելման կամ ինչ-որ տենց վեհ նպատակներով ինչ-որ գործողություն անի, տենց բազմազան լրտեսական ծրագրեր կամ գաղտնալսումներ եւ այլն, ինքը որոշի, ինքը չի որոշում։ Ինքը ունի ֆունկցիա, անում է դա եւ պետք է զեկուցի, վերադաս եւ այլն, բայց դա հանել դուրս առհասարակ նման ընդհանրակարգ գույություն չունի, անգամ ես չեմ կարող հիմա ձեզ դուք որ ասեք, բա որ դեպքերում իրավունք ունի բան անել։ Այդ այն դեպքերն են, այն եզակի, այս որ այս գաղտնալսումները, անգամ այդ դեպքում ԵՀԿ-ը այս ընտրակաշարքների գաղտնալսումների գործով ասեց, այդ որ այդքան բարձրաձայնում են էջերին դնում են, դա նույնիսկ ընդհանցակարգային խնդիրներ է առաջացնում։ Այսինքն առակս ինչ կցուցանե, երբ որ դու ուզում ես ինչ-որ ցույց տաս, որ հանցանք ա տեղի ունեցել, հանցագործության մասին ինչ-որ հաղորդում ես տալ, չգիտեմ, ինչ-որ տենց բան ես անում, կարող ես ցույց տալ, որ հիմնավորես, որ հենց նենց օթում մեղադրանք չես գրել։ Բայց էլի այնտեղ ապանձնավորման լիքը հատվածներ կա, որ չպետք է թողես այդ ամբողջը դուրս գա։ Ուր մնաց։ Դու ասես, դե ինքը որոշել է, ինքը արտահոս։ Ես չգիտեմ ոնց դա հիմնավորել։ Անկեղծ չգիտեմ։ Չգիտեմ, իմ իրավաբանական գիտելիքները եւ բազան բավարար չեն դա հիմնավորելու համար։ Իսկ մյուս երկու ճանապարհները, որ ասցիք, կարա հանրաքվե գնա կառավարության միջոցով, մեկը 200,000 նախաձեռնողները։ Հա, մեկը պետք է արժեգա, ինքը մեկը գալիս է հանգում է միշտ հանգրվանը ազգային ժողով, հետո հանրաքվե, այսինքն նախաձեռնողները կառավարություն ԱԺ քաղաքացիների 200,000, իրանք նախաձեռնում են։ Այն Եվրոպայի մոմենտով 50,000 չէին հավաքել։ Չէ, նա ուրիշ է։ Նա սովորական օրենք էր։ Նա սովորական օրենք էր, սա սահմանադրությունն է, որը 200,000-ը պահանջվում, ԱԺ կառավարություն, գնում է պարլամենտ, քվեարկվում 2/3-ով, գնում հանրաքվեի։ Ու սա չեն կարող փոխել։ Սա սահմանադրության 202-րդ հոդվածում է գրած։ Այսինքն այն սահմանադրության, որը պետք է փոխեն, դա 2/3 է։ Հետևաբար վերադարձանք այն թեզին, որ ես հուսով եմ, որ 2/3-ը Նիկոլ Փաշինյանը չի ապահովի մանդատներ վերցնող ընդդիմության հաշվին։ Չնայած էմպիրիկ փորձի։
չնայած էմպիրիկ փորձին եւ քաղաքական բոլոր հնարավոր տրամաբանական զարգացումներին։ Okay, իմ մոտ էլ հարց չկա, մենք ճիշտ ասած մեր պատրոններին խնդրեցինք հարց գրել, բայց բոլորը թռան մեր դեմքին, թե ինչի՞ չեք ավելի սուր։ Ուղղակի այդ բանով, մենք մի հոգի հարց տվեց, ինքը անկապ հարց է, բայց կանոն պատրոնը հարցրել է, չեք փոշմանում, որ համագործակցել եք հանրապետականի հետ եւ եղել եք կառավարության կազմում։ Հենց այդ դեմքով են հարցրել կներեք։ Լավ, ես փորձեմ այսպես լուրջ պատասխանել։ Ես իմ կենսագրության որևէ հատվածի համար չեմ ափսոսում, ես իմ կենսագրության ցանկացած փուլում քաղում եմ դասեր, ինչպես դրական, այնպես էլ բացասական, եւ շարունակում եմ այն ուղին, որը ճիշտ եմ համարում։ Այսինքն չեք փոշմանում։ Պատասխանել եմ արդեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հա, շնորհակալություն, մենք էլ հարցեր իրականում չունենք, շնորհակալություն ժամանակի համար։ Արփին Ավանեսյանն էր մեր հյուրը։ Բաժանորդագրվեք, անպայման լայքեք եւ շարունակեք մնալ լուրջ կաստի հետ Եվ գրեք հարցեր։ եւ առաջարկեք ում կուզենաք տեսնել մեր մոտ։